Փաշինյան-Պուտին ապրիլ-մեկյան հանդիպումից հետո նախ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ռոսսելխոզնադզորը ավելի հետևողական է լինելու Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ հայկական ընկերություններից մեկին արգելել են կոնյակ արտահանել Ռուսաստան։ Լրագրողները Ազգային ժողովի նախագահի ճեպազրույցում հետաքրքրվել են այս ընթացքով ինչպես պետք է լուծվեն արտահանման խնդիրները դեպի Ռուսաստան։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Փորձագիտական համայնքի հորդորն է Հայաստանի կառավարությանը ծանր ու թեթև անել Ռուսաստանի հետ առճակատման մտնելուց առաջ, հաշվի առնել տնտեսական կապերը։ Այդ երկրում մոտ 2 միլիոն հայ է բնակվում, շատերն այնտեղ բիզնես գործունեություն են ծավալում, գումարներ ուղարկում Հայաստան։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կբերի տարբեր խնդիրների առաջացման։ Գազի գինը կբարձրացնի ընդհանրապես էներգակիրների գինը, հենց որ այդ փական Ռուսաստանը փակի, մենք միանգամից հայտնվելու ենք ծանր վիճակում, առավել եւս որ խնդիրը միայն էներգակիրները չեն։ Ռուսական շուկայում հայկական արտադրանքը կարող է խնդիրների հանդիպել, այնտեղից ուղարկվող տրանսֆերներ, այնտեղ գտնվող հայկական բիզնեսների։ Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Ռուսաստանի նախագահը այս օրինակը բերեց Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու ցանկություն ունենալու մտադրությունների ֆոնին։ Լրագրողները Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանն էր հայտնել, թե եթե Ռուսաստանը գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, որոնք Հայաստանի շահերից չեն բխի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ։ Ռուսաստանի դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցնում, ինչի պետք է տան։ Հա, այսինքն ակներ մի վարքյան, չի հնչել։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին։ Լրագրողները Ազգային ժողովի նախագահին հարցրեցին. Ռուսաստանի պաշտոնյաները ըմբռնումով են մոտենում հայտարարություններին, թե Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան, որքան կարող է։ Տեսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, հիմա ինչ եք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կլինի դա ԵԱՏՄ-ի որոշումը կամ Երևանի որոշումը, այդքան կարևոր չի։ Եթե Հայաստանը դուրս եկավ, այդ պահին շատ լուրջ խնդիրներ են սկսվելու Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովի դահլիճում ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը 2025-ի վիճակագրությունը ներկայացրեց։ Ըստ падգամավորի ցուցանիշների Հայաստանի զինված ուժեր են զորակոչվել, զորակոչի ենթակաների 35%-ը, իսկ մոտ 30%-ը հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Գործող օրենքով ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Եվ ըստ Հայկ Սարգսյանի նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Պատգամավորն առաջարկեց նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից եւս պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, յուրաքանչյուրին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի։ Այս մեխանիզմն ըստ ԿՊԱ-ական падգամավորի հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների։ Առաջնորդելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Քվեարկություն։ Քվեարկության արդյունքում Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը օրակարգ ընդգրկելը մերժվեց։ Դեմ քվեարկեցին քաղաքացիական պայմանագիր եւ պատիվ ունեմ խմբակցությունները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։